Ցավոք կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է եւ շատ կարեւոր է, որ մենք այստեղ իհարկե նաեւ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի նրանք հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտություններն անցնեն, իհարկե առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումով այս խնդիրը ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի։ Ես վերջին օրերին հատկապես շատ ասում եմ եւ արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գետ մի խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Սա էլ է այդ դեպքերից։ Պետք է խոստովանենք, որ չունենք այդ գիտելիքը։ Էս էլ է այն թեման, որի լուծումը անցնում է կրթության միջոցով։ Եվ մեր բոլոր բացարձակապես բոլոր ոլորտների բոլոր հարցերը, բացարձակապես բոլոր ոլորտների բոլոր հարցերի լուծումը անցնում է կրթության միջոցով։ Եթե մենք գծել ենք գիծ ուղի որևէ հարցի լուծման, որը կրթության միջոցով չի անցնում, ուրեմն դա լուծում չի, դա ընդամենը ձևակերպում է, որը ոչ մի արդյունք չի տալու, եւ էս էլ է շատ կարեւոր հանգամանք է, որ մենք կառավարության նիստում հատուկ սրան անդրադառնում ենք, սա նաեւ կրթությունն է մեզ համար, որ մենք պետքա ի վերջո կառավարությունը առաջնորդն է երկրի եւ հանրության։ Եվ կառավարությունը այո պետք է առաջնորդի այդ թվում այս դեպքում մարդկանց իրազեկելով, մարդկանց ցույց տալով, մարդկանց հորդորելով, խնդրելով, ճանապարհը ցույց տալով, որպեսզի մենք էլի չգնանք ամենավերջին կետերին հասնենք, երբ որ մեր օգնություններն ու աջակցությունները ընդամենը մխիթարանքեր դե հա մարդիկ մեկա ոչ մի բան չէր փոխվի, բայց սրտի մխիթարություն անտարբեր չգտնվեցինք, մի բանով օգնեցինք, իմանալով, որ ոչ մի բանով չենք կարողանալու օգնել։ Հիմա այսպես այս մեթոդով մենք կարող ենք օգնել եւ յուրաքանչյուրը ինքը իրեն կարող է օգնել եւ իմ կոչն ու խնդրանքն է մեր հարգելի կանանց, որպեսզի նրանք անպայման այս կանխարգելիչ հետազոտությունները անցնեն։